Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Կիրակոս Գանձակեցին բավական հետարքիր կերպար է եւ նա Գանձակեցի է սկսել անվանվել միայն 17-րդ դարից սկսած մեր մատենագրության մեջ։ Առավել հայտնի է մեր հեռուստադիտողին իբրև 13-րդ դարի մեր ամենանշանավոր պատմիչներից մեկը, թեև նա նաեւ մեծ դավանաբան տեսաբան է եղել, քանի որ մասնակից է եղել դավանաբանական վեճերին եւ փաստորեն այդ տեքստերի շարադրման կարևոր դեմքերից է եղել։ Երբ խոսում ենք Կիրակոս Գանձակեցու անձի եւ գործունեության մասին, բնականաբար առաջինը, որ մեր մտքին գալիս է, նրա պատմիչ լինելու հանգամանքն է, որովհետեւ նրա պատմություն հայոց աշխատությունը 13-րդ դարի իրադարձությունների մասին ամենաառանցքային սկզբնաղբյուրներից մեկն է։ Վախճանվել է 1271 թվականին եւ մասնագետների մի մասը նույնիսկ պնդում է, որ նա ուղարկավորվել է հենց Նոր Գետիկի վանքում, այսինքն Գոշավանքի տարածքում, բայց այս հարցի շուրջ իհարկե չկա փոխհամաձայնություն մասնագետների շրջանում։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք գտնվում ենք Հաղարսնի վանքի տարածքում եւ սկսելու ենք մեր հաղորդաշարի այս համարը այստեղ եւ շարունակելու ենք Գոշավանքում։ Մեր այս ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մեր այսօրվա հաղորդման թեման է Կիրակոս Գանձակեցու կյանքը, գործունեությունը եւ մատենագրական ժառանգությունը։ Կիրակոս Գանձակեցին մեր հեռուստադիտողին առավել հայտնի է իբրև 13-րդ դարի պատմիչ, բայց նա ավելին է, քան պարզապես շարքային մի պատմիչ, որովհետև 13-րդ դարի առանցքային գործիչներից մեկն է եղել։ Նա մեկն է այն մարդկանցից, ում ինքը անվանում էր երևելի վարդապետներ կողքից նայելիս մյուս իր գործընկերներին եւ իր ուսուցիչներին, իսկ ահա Կիլիկյան Հայաստանում նրանց անվանում էին արևելյան վարդապետներ։ Նրանք Հայաստանի հարավային շրջաններում եւ այլ մասերում, կենտրոնական մասերում հայտնի էին իբրև Հայաստանի հյուսիսային կողմանց վարդապետներ, այսինքն այս մարդիկ այն վարդապետներն էին, ովքեր որ միջնադարի պայմաններում, երբ բուն Հայաստանում հայոց թագավորություն չկար, պահպանում էին այստեղ հայկական ինքնությունը եւ դա անում էին եւ Հայաստանայից առաքելական Սուրբ եկեղեցու շահերը պաշտպանելով եւ միևնույն ժամանակ հայոց թագավորության վերականգնման գաղափարը պահելով բուն Հայաստանի տարածքում։ Մեր հաղորդումը հատուկ ենք սկսում Հաղարսնի վանքում, որովհետև այս վանքի մասին հիշատակություններ առատորեն առաջինը տալիս է հենց Կիրակոս Գանձակեցին։ Պատմիչը մեծ ոգևորությամբ եւ ակնածանքով է խոսում վանքի միաբանության մասին, մասնավորապես այստեղի վանահայր Խաչատուր վարդապետ Տարոնացու մասին, որն այն մարդն է, ով օգնել է Նոր Գետիկի վանքի կայացմանը սկզբնական շրջանում, այսինքն Գոշավանքին։ Եվ պատահական չէ, որ Գոշավանքի հետ մեծապես կապված Կիրակոս Գանձակեցին բնականաբար ակնածանքով պետք է խոսի այդ վանքին սնուցած, նրա կայացմանը նպաստած Հաղարսնի վանքի եւ նրա միաբանության մասին։ Երբ խոսում ենք Կիրակոս Գանձակեցու անձի եւ գործունեության մասին, բնականաբար առաջինը, որ մեր մտքին գալիս է, նրա պատմիչ լինելու հանգամանքն է, որովհետև նրա պատմություն հայոց աշխատությունը 13-րդ դարի իրադարձությունների մասին ամենաառանցքային սկզբնաղբյուրներից մեկն է։ Կիրակոս Գանձակեցին բավական հետարքիր կերպար է եւ նա Գանձակեցի է սկսել անվանվել միայն 17-րդ դարից սկսած մեր մատենագրության մեջ։ Մինչ այդ նա հաճախ անվանվում էր պարզապես Կիրակոս Արևելցի, Վարդան Արևելցու օրինակով եւ այս նշանավոր մատենագիրը նաեւ իր գործունեության բերումով գործակցել է նույն նշածս Վարդան Արևելցու հետ եւ օրինակ նրան խնդրել է գրել երկոցի իր մեկնությունը, որ 1265 թվականին պատով իրականացրել է Վարդան Արևելցին։ Այսինքն նա նաեւ նախանձախնդիր գործիչ էր եւ բավական մեծ տաղանդ ունեցող մեկ այլ գործչի առաջ դրել է հստակ խնդիր եւ ստացել արդյունք։ Նա հայտնի է բացի իր պատմություն հայոց նշանավոր աշխատությունից նաեւ մի շարք այլ գործերով, օրինակ ունի շարական նվիրված Աստվածածնի վերափոխման տոնին եւ նաեւ 1250-ական 60-ական թվականներին իր իսկ մի
հայս մավուրքում, որ ինքը մշակում էր, լրացնում, խմբագրում, զետեղել է նշանավոր իր ժամանակաշրջանի գործիչներից Պողոս եպիսկոպոսին նվիրված մի տեքստ։ Այժմ մենք գտնվում ենք Գոշավանքում, որտեղ Կիրակոս Գանձակեցին իր ուսումնառության առաջին տարիներն է անցկացրել։ Հենց այստեղ է սկսել ձևավորվել Կիրակոս Գանձակեցու աշխարհայացքը եւ հետագայում 1215 թվականից հետո, այսինքն եթե նա հաշվի առնենք, որ 1201-ից 3 թվականների միջակայքում է ծնվել, ստացվում է, որ առավելագույնը 14-ամյա պատանին այստեղից գնում է Խորանաշատի վանք եւ այնտեղ վանքի հիմնադիր եւ տեղի վարդապետարանի հիմնադիր վանական վարդապետի մոտ ստանում է արդեն վարդապետական կրթություն, վարդապետարանին հարիր ամբողջ ծրագիրը յուրացնում է եւ հենց վանական վարդապետից ստանում է արդեն վարդապետական գավազան։ Հիշեցնեմ, որ վանական վարդապետը 1213 թվականին Մխիթար Գոշի մահվանից հետո եղել է արևելյան վարդապետների մեջ ավագագույնը։ Այս առումով ստացվում է, որ Կիրակոս Գանձակեցին սկզբնական կրթությունը ստացել է նախ Մխիթար Գոշի, այսինքն եռամեծ վարդապետի ժամանակաշրջանի թիվ 1 վարդապետի հիմնած վարդապետարանում, դպրոցում, այնուհետև շարունակել է կրթությունը նրան հաջորդող թիվ 1 վարդապետի մոտ։ Այս առումով նա շարունակել է հետևել իր ուսուցչին եւ նրա հետ գործել է, մինչեւ որ 1225 թվականին վանքը ենթարկվել է ավերածության եւ դրանից հետո նա իր ուսուցչի հետ մեկնել է արդեն այստեղից ոչ այնքան հեռու գտնվող Լորուտ գյուղի մոտ եղած եկեղեցին, այնտեղ շարունակել է գործունեությունը եւ դրանից հետո մենք տեսնում ենք, որ ի վերջո ցավոք 1236 թվականին նա գերեվարվում է մոնղոլների կողմից։ Մոնղոլական գերության շրջանը բավականին հետաքրքիր է, նա փաստորեն իր ուսուցչի եւ իր ընկերների հետ է գերեվարվել, բան այն է, որ 1236 թվականին մոնղոլները Հայաստանի նվաճումն են սկսում եւ այդ նվաճման գործընթացը տևում է 8 տարի, 1236-ից 44 թվականներ։ Դրանից առաջ իհարկե մեծապես տուժել էր Հայաստանը մոնղոլների առաջին արշավանքներից, նրանք առաջին անգամ Հայաստան մուտք էին գործել 1220 թվականին եւ հետագայում բազմիցս ավերածությունների ենթարկող ներխուժումների էր բախվել Հայաստանը, մասնավորապես նույն Գոշավանքում մենք տեսնում ենք շինարարական աշխատանքները ընդհատումներով են եղել այն ժամանակ, երբ տարածաշրջանը ենթարկվել է Խորեզմի շահի որդի Ջալալեդդինի ասպատակություններին, Ջալալեդդինը հոր պարտությունից հետո փախուստի էր դիմել մոնղոլներից եւ մեր տարածաշրջանը, մասնավորապես Հայաստանը դիտում էր իր համար ռեսուրսային բազա, որպեսզի կարողանար շարունակել պայքարը մոնղոլների դեմ։ Եվ ահա Հայաստանի տարածքում նա ավերածություններ եւ ավարառություններ էր կատարում, որպեսզի անհրաժեշտ ռեսուրսներ հայթայթեր։ Երբ խոսում ենք մոնղոլական գերության շրջանի մասին, մենք պետք է նշենք, որ Կիրակոս Գանձակեցին եղել է մոնղոլական բանակում գրագիր, թարգմանիչ եւ իր գիտելիքները փաստորեն մոնղոլական նվաճողները փորձել են օգտագործել իրենց կարիքների համար։ Պատահական չէ, որ մոնղոլական համակարգին Կիրակոս Գանձակեցի ներսից հոյակապ ծանոթ է եւ իր պատմություն հայոց աշխատության մեջ օգտագործում է նաեւ բառեր, որոնք փաստորեն փոխառում է կամ ուղղակիորեն պատճենում է մոնղոլերենից։ Նա նաեւ գիտի հստակ հարկատեսակների անուններ, կոնկրետ հասկացություններ, որոնք բնորոշ են պետական համակարգին մոնղոլական տերության համար։ Մոնղոլական գերությունից նրան հաջողում է փախուստի դիմել եւ նա հետաքրքիր է, որ գալիս եւ ապաստանում է իր վաղ մանկության առաջին կրթօջախ հանդիսացած Գոշավանքում, Նոր Գետիկի վանքը ժամանակին եւ Գոշավանք 1213 թվականին Մխիթար Գոշի մահվանից հետո հենց նրա անունով են սկզբնաղբյուրները հիշատակում այս վանքը։ Եվ այստեղից նա շարունակում է իր գործունեությունը, 1251 թվականից նա ղեկավարում է այստեղ եղած վանական դպրոցը եւ դառնում է փաստորեն այս վարդապետարանի առաջատար դեմքը, երբ մահանում է նրա ուսուցիչ վանական վարդապետը, ստացվում է, որ ուսուցչության ավագ ուսուցչության գավազանը փոխանցում է նրան եւ հետաքրքիր է, որ նա սերտ համագործակցության մեջ էր արևելյան վարդապետների մեջ
առաջատար դեմքերից մեկի Վարդան Արևելցու հետ եւ նրանք ընդհանուր օրակարգ էին ձևավորում Հյուսիսարևելյան Հայաստանում վանականների շրջանում։ Այս վարդապետները մեծապես ազդում էին Կիլիկյան Հայաստանի օրակարգերի վրա։ Մասնավորապես հայտնի է, որ նա մասնակից է եղել 1243 թվականին Սսում գումարված եկեղեցական ժողովին, որտեղ քննարկվել են տարաբնույթ հարցեր, որոնք համահայկական նշանակություն ունեին, սկսած ամուսնաընտանեկան խնդիրների իրավական կարգավորումներից, վերջացրած կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների հետ փոխհարաբերությունների հարցեր։ Մենք հետո տեսնում ենք նրան պարբերաբար եկեղեցիների միության հարցում իր արտահայտած դիրքորոշումներով եւ իր մասնակցությամբ։ Մասնավորապես մեզ հայտնի է այն փաստը, որ նա մասնակից է եղել Հռոմի Ինոկենտիոս պապի գրած առաջարկին պատասխանի ձևակերպմանը։ Մենք նաև հետո տեսնում ենք, որ նա մեծապես ազդել է արևելյան վարդապետների դիրքորոշում ձևավորելու այդ մոտեցման վրա եւ նրան բնականաբար այս հարցում տեղ են տվել հետում առաջին արքան Կիլիկյան Հայաստանում եւ իհարկե Կոստանդին առաջին բարձրբերձի կաթողիկոսը, ովքեր մեծ ուշադրություն էին դարձնում, թե ինչ օրակարգ են ձևավորում վարդապետները բուն Հայաստանում եւ դրանով նոր պատասխանում էին արևմտյան առաջարկներին։ Կիրակոս Գանձակեցին վախճանվել է 1271 թվականին եւ մասնագետների մի մասը նույնիսկ պնդում է, որ նա ուղարկավորվել է հենց Նոր Գետիկի վանքում, այսինքն Գոշավանքի տարածքում, բայց այս հարցի շուրջ իհարկե չկա փոխհամաձայնություն մասնագետների շրջանում։ Կիրակոս Գանձակեցին առավել հայտնի է մեր հեռուստադիտողին իբրև 13-րդ դարի մեր ամենանշանավոր պատմիչներից մեկը, թեև նա նաև մեծ դավանաբան տեսաբան է եղել, քանի որ մասնակից է եղել դավանաբանական վեճերին եւ փաստորեն այդ տեքստերի շարադրման կարևոր դեմքերից է եղել եւ նաեւ փաստորեն հայտնի է, որ նա իր ստեղծագործական ժառանգության մեջ ունի օրինակ շարական նվիրված Սուրբ Աստվածածնի վերափոխմանը։ Կիրակոս Գանձակեցու պատմություն հայոց աշխատությունը առանձնանում է նրանով, որ մեզ են հասել մեծ թվով ընդօրինակություններ։ Եթե առանձին պատմիչների դեպքում մենք ունենք կամ մեկ կամ մի քանի օրինակներով մեզ հասնելու իրավիճակ, այս դեպքում ունենք 47 ընդօրինակություն, որ հասել է մեր ժամանակներն, ընդ որում նրանցից 31-ը պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում։ Երբ խոսում ենք Կիրակոս Գանձակեցու աշխատության մասին, պետք է նկատի ունենանք, որ այն ունի տրամաբանական երկու հատվածներ։ Մեկը դեռևս առաջին հայրապետից Գրիգոր Լուսավորչից սկսվում է եւ շարունակվում արդեն մինչեւ մոնղոլական արշավանքների սկիզբը, եւ հետո արդեն երկրորդ տրամաբանական մասը մոնղոլական շրջանն է, սա կարելի է անվանել աշխատանքի բուն այն հատվածը, որն առանձնանում է իր հեղինակային կարևորությամբ եւ իհարկե իբրև սկզբնաղբյուր, որովհետեւ Կիրակոս Գանձակեցին դեպքերի ժամանակակիցն է եւ շատ իրադարձությունների մասին տեղեկություններ նրա մոտ բացառիկ են, առանձնանում են ու չեն կրկնվում այլ սկզբնաղբյուրներում։ Այս առումով իհարկե առավել հետաքրքրական է հատկապես այս երկրորդ մասը եւ արժեքավոր իբրև սկզբնաղբյուր։ Երբ ընդհանուր ենք նայում աշխատության տրամաբանությունը, ապա նրա 65 գլուխներում մենք տեսնում ենք շարունակությունը առաջաբանում դրված սկզբունքի։ Առաջաբանում հեղինակը ներկայացնում է, թե ինչ տարբեր սկզբնաղբյուրներ են իր աշխատանքի համար հիմք դարձել եւ ովքեր են իրենից առաջ գրել։ Սկսում է բնականաբար Ագաթ Հանգեղոսից եւ շարունակելով գալիս է մինչեւ իրեն նախորդած հեղինակներ, մասնավորապես իր մեծ ուսուցչին է նշում վանական վարդապետին, որի երկից ինքը օգտվել է եւ ցավոք փաստորեն վանական վարդապետի պատմագրական երկը օրինակ մեզ չի հասել, բայց փաստորեն առանձին այդ խաղագրությունները, քաղվածքները օրինակ Կիրակոս Գանձակեցու միջոցով մեզ հասել են։ Ստացվում է, որ մենք գործ ունենք բավական հետաքրքիր աշխատանքի հետ, որի սկիզբը քրիստոնեության պետական կրոն ընդունման ժամանակաշրջանից է գալիս, առաջին հայրապետներն են նշվում առաջին գլխում եւ այդ տրամաբանությամբ աշխատանքը զարգանում է եւ Կիրակոս Գանձակեցին իհարկե առանձնահատուկ ուշադրությամբ շարադրում է հատկապես
Կիլիկյան Հայաստանի օրինակ Լևոն Մեծագործ արքայի ժամանակաշրջանը արդեն 12-րդ դարի վերջ եւ 13-րդ դարի սկիզբ Զաքարյան Հայաստանի մասին ունի բացառիկ տեղեկություններ եւ բնականաբար նրա համար շատ կարեւոր է օրինակ Մխիթար Գոշի մասին շարադրելը, չէ՞ որ նա իր ուսուցիչն էր եւ այդ վարդապետական շարժման ամենաառանցքային դեմքերից մեկը։ Պայմանական ասենք վարդապետական շարժման, որովհետև մենք անդրադարձել ենք նախորդ մեր հաղորդումների մեջ այն խնդրին, որ փաստորեն Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում վարդապետների խոսքը, վարդապետարանների խոսքը այդ ժամանակ Հայաստանում օրակարգ ձևավորող խոսք էր եւ բնականաբար առանձնահատուկ այդտեղ տեղ ունի եւ Մխիթար Գոշի կերպարը եւ իհարկե Նոր Գետիկի վանքի հանգամանքը, որտեղ նա գործել է, դրա համար Կիրակոս Գանձակեցին առանձին հատուկ շեշտադրում ունի եւ մանրամասնություններով ներկայացնում է այդ տեղի պատմությունը։ Կիրակոս Գանձակեցու աշխատության մեջ կա մեթոդաբանական շատ հետաքրքիր եւ առանձնահատուկ մոտեցում։ Նա կարելի է ասել պատմաբանին բնորոշ մեթոդաբանություն է կիրառում, այսինքն սկզբնաղբյուրների լայն բազա է կիրառել, մի կողմից իրեն նախորդած հեղինակների աշխատություններ են, մյուս կողմից նա նույնիսկ վիմագիր արձանագրություններ է օգտագործում, տարբեր ձեռագրերից հայտնի տեղեկություններ եւ նաեւ կանոնական տարբեր փաստաթղթեր, օրինակ եկեղեցական ժողովների որոշումներ եւ այլն եւ այլն։ Այս առումով իհարկե Կիրակոս Գանձակեցու աշխատությունը բացառիկ է եւ այստեղ նաեւ կան դավանաբանական վեճերին առնչվող տեղեկություններ, օրինակ Կոստանդին Բարձրբերդի կաթողիկոսի հետ կապված նրա թղթերին առնչվող, նրա կողմից կազմակերպված ժողովներին առնչվող տարբեր տեղեկություններ կան, որոնք որ բացառիկ են եւ որևէ այլ սկզբնաղբյուրում այդքան մանրամասնությամբ չեն հանդիպում։ Եվ բնականաբար այս ամենի առանցքում նա պետք է դներ նաեւ ավելի վաղ շրջանի մեր եկեղեցու դավանանքի ինքնության հետ կապված խնդիրներ, որպեսզի հասկանալի լիներ 13-րդ դարում, օրինակ իր դիրքորոշումը, ինչու ինքը համամիտ չէ, օրինակ եկեղեցիների միության խնդրին, ինչու է կարծում, որ Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցին պետք է անկախ լինի։ Եվ այստեղ նաև պետք է շեշտենք, որ Կիրակոս Գանձակեցին փաստորեն իր աշխատանքի շարադրանքը սկսում է 1241 թվականի մայիսի 19-ին եւ ավարտում է 1266 թվականի դեպքերը շարադրելով եւ այդ ժամանակ ցավոք նա վախճանվել է եւ իր կյանքի վերջին մի քանի տարիներին առնչվող տեղեկությունները, մոտ 5 տարվա տեղեկություն, ցավոք աշխատանքում նա չի հասցրել զետեղել։ Կիրակոս Գանձակեցու աշխատությունը առաջին անգամ հրատարակվել է 1858 թվականին Մոսկվայում։ Նրա քննական բնագիրը, գիտաքննական հրատարակությունը տեղ է գտել 1961 թվականին եւ եղել են տարբեր հրատարակություններ աշխատանքի, ընդ որում տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն եւ այլն։
Եվ այսպիսով Կիրակոս վարդապետ Գանձակեցուն նվիրված մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։